Բարև ձեզ, քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ եւ անդրադառնալով Ադրբեջանի հետ ստորագրվելիք խաղաղության պայմանագրին հայտարարել էր, թե եթե այն ստորագրվի եւ հետո մենք ուղարկենք սահմանադրական դատարան համապատասխանեցնելու համար համապատասխանությունը ստուգելու համար մեր սահմանադրությանը եւ եթե սահմանադրական դատարանը որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, այդ պարագայում ես որոշում կընդունեմ, որ սահմանադրական փոփոխություններ պետք է իրականացվեն։ Նա նաև հայտարարել է, որ քանի որ դա այդ որոշմանը նա կգա, որտեղ այս խաղաղության գործընթացը չպետք է բաց թողնվի։ Բարև ձեզ, նորից Ամեկ+-ի եթերում քննարկում է, որը կազմակերպվել է եւ նախաձեռնվել է հանրային լրագրության ակումբի կողմից եւ մեր բանախոսներն են քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխազ Ղազարյանը եւ փաստաբան սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Տիգրան Եգորյանը եւ ինչպես կռահեցիք, մեր քննարկումը վերաբերում է սահմանադրական փոփոխություններին։ Բարև ձեզ գործընկերներ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար եւ խնդրում եմ մեկնաբանել վարչապետի այդ հայտարարությունը, նաև իր խոսքում ասաց, որ դա ուղերձ է նաև Ադրբեջանին։ Պարոն Եգորյան, դուք սահմանադրական փոփոխությունների խորհրդի անդամ եք, առաջ ընկնելով նաև խնդրում եմ անդրադառնալ այդ հարցին, արդյոք մինչ վարչապետի այս ելույթը որոշակի առաջարկություն նրա կողմից կամ նրա իշխանությունների կողմից եղել է խորհրդին, որպեսզի որոշակի համապատասխանություն այնուամենայնիվ ներառվի այդ փոփոխությունների տեքստի մեջ խաղաղության պայմանագրին վերաբերող, հատկապես որ բոլորս գիտենք բավականին աղմուկանած այն հարցի մասին, որ Ադրբեջանը ինչ էր պահանջում մեր անկախության հռչակագրի վերաբերյալ եւ դա ներառված է մեր սահմանադրության մեջ։ Նման ինչ քննարկումներ կան խորհրդում։ Բարև ձեզ, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Ինչ վերաբերում է խորհրդի աշխատանքների, այսպես ասած, հանձնարարականներին կամ ուղղությունների առաջարկություններին, ապա այդպիսի առաջարկություններ երբեք չեն եղել։ Եվ ես տեղյակ չեմ նման ինչ-որ ուղղորդումների, սակայն ինչ-որ դուք ասում եք, վերաբերել է հանրային քննարկման, սահմանության նախաբանի վերաբերյալ, որը թույլ տվեք ճշտել ձեր ասածը, չի վերաբերել երբեք նրան, որ անկախության հռչակագիրը սահմանության մաս է։ Խոսքը վերաբերել է նրան, որ սահմանության նախաբանը հղում է կատարում, որոշակի հղումներ է պարունակում։ Այդ հարցը ինչպես հանրային, այնպես էլ իրավական դիսկուրսի առումով փակված է սահմանադրական դատարանի կողմից, որով սահմանադրական դատարանը հստակ բացատրել է, թե ինչ բաղադրություն ունի անկախության հռչակագիրը եւ ինչ մասով կամ չափով է այն արտացոլված սահմանադրության մեջ եւ բացատրել է, որ արտացոլված չլինելով սահմանադրությունում այն չի հանդիսանում սահմանադրության մաս։ Եվ հետևաբար որևէ հռչակագրային նպատակ, որը որ կարա մեկնաբանվի կամ հայտնաբերվի անկախության հռչակագրում, այն որևէ կապ չունի սահմանության հետ։ Այսինքն, քանի որ սահմանադրական դատարանը արդեն նման որոշում կայացրել է եւ վարչապետը ասաց շատ տարօրինակ կլինի, եթե հանկարծ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո նորից խաղաղության պայմանագիրը, երբ որ մենք ուղարկենք սահմանադրական դատարան, հանկարծ այդ նախորդ որոշումից հետո պարզվի, որ որոշում է կայացնում, որ չի համապատասխանեցնում, նման իրավիճակ դժվար թե լինի Հայաստանում, որպեսզի ըստ այդմ արդեն իշխանությունները սահմանադրական նոր փոփոխություններ նախաձեռնեն։ Ախր դրանք տարբեր հարցեր են, տենց հնարավոր չի ասել, որ եթե այն ժամանակ մեկ այլ հարցով սահմանադրական դատարանն այսպիսի որոշում է կայացրել, ապա ապագայում մեկ այլ հարցով այսպիսի որոշում կկայացնի։ Դրանք իհարկե ունեն որոշակի ընդհանրություններ կամ կարան ունենան։ Մենք այս պահին չունենք խաղաղության համաձայնագրի տեքստը, հա։ Հետևաբար դրանք կարան ունենան որոշակի ընդհանրություններ, կարան եւ ունենան որոշակի առանձնահատկություններ, որոնց օրինակ սահմանադրական դատարանը
այս կամ այն մեկնաբանությունը կտա։ Սա հնարավոր չի այսպես մաթեմատիկական ճշգրտությամբ ասել 1-ին գումարած 1-2, որովհետև դա բնավ այդպիսի հարց չէ։ Բայց ինչ վերաբերում է նախաբանին եւ հռչակագրին, դա մենք արդեն ունենք որպես սահմանադրական դատանի որոշում, բնականաբար այս հարցի վերաբերյալ այդ դիրքորոշումը կա, եթե անկախության հռչակագրին վերաբերող հարց կլինի օրինակ խաղաղության համաձայնագրով, ապա բնականաբար ամենայն հավանականությամբ քիչ է հնարավոր այնպիսի իրավիճակ, որ տարբերվող մեկնաբանություն դրան տրվի։ Եթե այլ հարց կլինի, որ ես չեմ պատկերացնում այս պահին ունենալով խաղաղության համաձայնագրի տեքստը, ապա դրան պետք է սահմանադրական դատարան անդրադառնա ամբողջ խորությամբ։ Իսկ ընդհանուր առմամբ անկախ նրանից ինչ հարց կլինի, որ հարցը կլինի, եթե ներով ենք իհարկե խոսում, որպեսզի հանկարծ նման իրավիճակ առաջանա, որ սահմանադրական խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ ՍԴ գնալուց հետո այնպիսի իրավիճակ առաջանա, որ սահմանադրական փոփոխությունների հարց առաջանա, ինչպես հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ, ապա խաղաղության պայմանագրի ստորագրման համար եւ նորից հղում տամ վարչապետին, որ պետք չի բաց թողնել խաղաղության այս գործընթացի պահը, արժի գնալ սահմանադրական փոփոխությունների։ Առհասարակ մեր սահմանադրությամբ հռչակված կարևոր առանձնահատկություններից մեկը դա խաղաղությունն է, դա հարևանների հետ եւ ոչ միայն հարևանների, բոլոր ազգերի հետ այն հարաբերություններն են, որոնք որ պետք է ունենա ժողովրդավարական իրավական պետությունը։ Եվ ես լավ չեմ պատկերացնում, թե ինչը պետք է հակասի մեր սահմանադրությանը, ուղղակի այդպիսի հանգամանքի դիտարկման ժամանակ կարելի է քննարկել։ Այս բանը ես լավ չեմ պատկերացնում, ինչը կարա հակասի օրինակ որևէ պետության, թեկուզ ասենք օրինակ մի պետության, որի հետ տարիներ շարունակ մենք թշնամանք ենք ունեցել, ինչը պետք է հակասի սահմանադրությանը այդ խաղաղության համաձայնագրում։ Բացառությամբ իհարկե, եթե այդ համաձայնագրով օրինակ նախատեսված չլինեն այնպիսի դրույթներ, որոնք որ ինքնիշխանության, սուվերենության կորուստ են կամ նվազեցում են նախատեսում, սա ուրիշ, բայց դրանք պետք է քննարկվեն ըստ առաջացման այդպիսի հարցերի, որտեղ եթե նման խնդիրներ չկա, այսինքն եթե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, սուվերենությունը չի խոցվում որևէ համաձայնագրով, ապա մնացած դրույթներով քիչ հասկանալի է, թե ինչ հակասություն պետք է առաջանա։ Տիկին Ղազարյան, դուք ավելի, այսպես ասած, շատ անմիջական շփումներ ունեք վարչապետի հետ, քննարկում եք այդ հարցերը, միգուցե գիտեք ավելի շատ բաներ ու վստահաբար դուք գիտեք ավելի շատ բաներ կամ քննարկում եք հարցեր, որոնք հանրությանը մեզ այդքան էլ հայտնի չի, այնուամենայնիվ հավանաբար վարչապետի նման հայտարարությունից հետո միգուցե այս եթերը կամ այսօրը հենց այն պահն է, որ դուք որոշակի փակագծեր բացեք։ Ինչ է քննարկում այս առումով վարչապետի հետ, ինչ է հայտնի խաղաղության պայմանագրի վերաբերյալ ձեզ, որ մենք չգիտենք, որի մասին որոշակի միգուցե ակնարկներ արեց վարչապետն այսօր։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ նշեմ, որ միանշանակ վարչապետի այսօրվա հայտարարությամբ էլ կարող եմ հաստատել, որ խաղաղությունը այլընտրանք չունի, եւ ինչ վերաբերվում է արդեն սահմանադրական բարեփոխումներին եւ կապված նաեւ խաղաղության պայմանագրի հետ, ես կարծում եմ, որ հանրությունից ոչինչ թաքուն պահված չի եւ այն բոլոր կետերը, որոնք արդեն համաձայնեցված են, մաս-մաս, այսպես ասած, քննարկվել է անընդհատ բոլոր շերտերով եւ կարող եմ ասել, տեքստը ամբողջությամբ համապատասխանում է այն ամբողջ խոսույթին, որի մասին մենք երկար ժամանակ խոսել ենք, այսինքն երկկողմանի արդեն համաձայնեցված 17 կետ ունենք եւ նախորդ անգամ, եթե հիշում եք, սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ եւս մենք ինչ ճանապարհով շարժվեցինք, նախ համաձայնությունը եղավ, այնուհետեւ սահմանադրական դատարան գնաց, ազգային ժողովում վավերացվեց եւ այսպիսով սահմանադրության հետ որևէ խզում չառաջացրեց կանոնակարգը, այս դեպքում եւս եթե վարչապետը միշտ հայտարարել է, որ պատրաստ է ամեն րոպե ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ եթե խաղաղության պայմանագիրը թեկուզ շատ հենց այսօր էլ ստորագրվի, այն անպայման գնալու է նաեւ սահմանադրական դատարան եւ այնտեղ սահմանադրականությունը որոշվելու է պայմանագրի, բայց ես կարծում եմ, ինչ վերաբերվում է նախաբանի մասով, նախաբանի վերաբերյալ քննարկումները բնականաբար սահմանադրական բարեփոխումների խորհուրդը
իրականացնի, բայց իսկ այնտեղ տրված հղումների վերաբերյալ կարող եմ ասել զուտ իմ կարծիքը, քանի որ հղումը անկախության հռչակագրի մասով էր հիմնականում խնդիրը, ես կարծում եմ, որ մենք այս պահի դրությամբ այդ մասով որևէ արդիականությունը այդ մասը կորցրել է եւ չնայած դա իմ կարծիքն է եւ մնացած գործունեությունը արդեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդ արդեն պետք է իրականացնի, եթե դա նպատակահարմար կգտնի։ Իսկ իրական Հայաստանի վերաբերյալ սիրույթին դա էլ որոշ չափով կարող է առնչվել դրան, որովհետև վարչապետի հայտարարությունները կարծեք թե շատ փոխկապակցված են այդ առումով իրար։ Իրական Հայաստանի վերաբերյալ արդյոք կան նա նաև սահմանադրական փոփոխությունների դեպքում է անդրադարձել դրան եւ տարածաշրջանային նշանակություն ունեցող սահմանադրության մասին էր խոսում ամիսներ առաջ։ Այդ դեպքում ձեր հետ կիսվել է արդյոք ինչպես է պատկերացնում փոփոխությունները, համապատասխան փոփոխությունները սահմանադրության մեջ, կամ դուք պատկերացնում եք։ Մենք իրականում տեսեք սահմանադրական բարեփոխումները մեր հեղափոխության նաև օրակարգերից մեկն է եղել եւ մի քիչ հետ գնալով ներկայացնեմ ամբողջ ընթացքը կարճ 19 թվականին անմիջապես որոշում կայացվեց 20 թվականից արդեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդը սկսեց գործել, որպեսզի իրականացնենք սահմանադրական բարեփոխումներ, քանի որ խորհրդությամբ վստահ ենք, որ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այսպես ունեն լեգիտիմության հարց սահմանադրության հետ կապված։ Այո, բայց 2020 թվականին իրական Հայաստան տարածաշրջանային տեսեք, իրական Հայաստանը իրականում այո, իրական Հայաստան այն նախագիծն է, որով մենք պատրաստում ենք երկիր կառուցենք, այսինքն երկիրը կառուցում ենք, այսպես ասած, նախագծի հիման վրա եւ իրական Հայաստանում, եթե ծանոթ եք իրական Հայաստանի կոնցեպտին, ապա այն ամբողջությամբ ամփոփում են ամբողջ գործընթացը, որ մենք իրականացրել ենք եւ պատրաստում ենք իրականացնենք, այսինքն ավելի համակարգված եւ գիտենք ինչ ենք ուզում եւ ինչ պայմաններում ենք, ավելի հստակ պատկերացնելով մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները եւ դրանց լուծման ուղիները։ Իրական Հայաստանը դրա մասին է եւ մենք պատրաստում ենք 2026 թվականին էլ հենց իրական Հայաստանի կարգախոսով առաջ գնալ, այսպես ասած, քաղաքապարախոսությամբ առաջ գնալ, ընտրություններին մասնակցել, բայց այնուամենայնիվ սահմանադրության բարեփոխումները մեր առաջնահերթություններից մեկն է եղել եւ մենք դա շարունակաբար հետեւողական առաջ ենք տանում, ինչպես տեսնում եք, խորհուրդն էլ արդեն ամբողջ թափով աշխատում է եւ ըստ արտադրության նախարարի էլ, ով վերջում հայտարարել էր, որ հայեցակարգը պատրաստ կլինի մինչեւ 2026 թվականի 10 ամսվա ընթացքում մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները հուսով ենք գուցե տեքստն էլ այդ ժամանակ արդեն պատրաստ կլինի եւ կկարողանանք ավելի այսպես դետալային խոսել այդ մասին 10 ամիս շատ չի, պարոն Եգորյան, բոլորովին շատ չի հաշվի առնելով այն խնդիրը, ինչը նաև հիշատակեց Տիկին Ղազարյանը, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը իշխանությունները բավականին վաղուց են սկսել, թեև այն փոփոխություն է կրել, մի քանի տարի է, 4-5, միգուցե եւ ավելի շատ տարիներ այդ մասին քննարկվում է, ինչ թափով եք առաջ գնում եւ ինչի վրա եք աշխատում, ինչ որոշումներ եք կայացրել, արդյոք իշխանությունները Նիկոլ Փաշինյանը իր այս ցանկությունները, որ բարբերաբար սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ արտահայտում է, ինչ որ կերպ դուք ասացիք, որ նման բան չկա, բայց այնուամենայնիվ եթե առաջարկում է, եթե հայտարարում է, դա ինչ որ մի կերպ պետք է գա քննարկման խորհրդում, չէ՞, ինչ անդրադարձ կա այս առումով։ Ուր եք ասել, ինչքան աշխատում։ Չեք աշխատում։ Ոչ։ Եվ արդեն երկար ժամանակ է խորհուրդը չի աշխատում։ Խորհուրդը հանդիպումներ չի իրականացնում։ Ինչքան ժամանակ է։ Տիկին Գալյանի նախարար լինելուց հետո հանդիպում դրանից առաջ դեռևս արդեն իսկ մենք կարծես կասեցված էինք գործունեությունը խորհրդի կասեցված էր չէր աշխատում, հանդիպումներ տեղի չէին ունենում։ Ու հիմա էլ չի ունեցել։ Ու հիմա էլ հանդիպումներ տեղի չեն ունենում։ Խորհրդի կազմով այդ դեպքում սահմանադրության նոր տեքստը կարծես պատասխանում են նախարարության ներկայացուցիչները տարբեր հարցազրույցներով, համենայն դեպս դա խորհուրդը չի։ Այսինքն սահմանադրության նոր տեքստի մշակումը այլևս դուրս է խորհրդի այլևս դուրս չէ, եւ մշակում է միգուցե նախարարությունը։ Ըստ վարչապետի որոշման խորհուրդը պետք է իրականացվի։ Այս պահին խորհուրդը արդեն 1 տարուց երևի ավել կամ 1 տարի առնվազն հանդիպումներ չի գումարում եւ չի իրականացնում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տեքստի կամ կոնցեպտի մշակումներ։ Այն ինչ արվել է մինչ այդ արվել է վերջ։
Իսկ դեպքում ինչպես պետք է լինի, պետք է դրսում մշակվի նոր սահմանադրության տեքստը եւ ներկայացվի խորհրդին, ասվի քննարկեք։ Ես չեմ կարող ասել ինչպես պետք է լինի այնպես, որ խորհուրդը պետք է քննարկի, ինչպես կլինի դա այլ հարց է, բայց ամենայն դեպս խորհրդում կարծում եմ, որ առնվազն ես եւ իմ գործընկերները չեն հանդուրժի այնպիսի, ինչպես ասած, դրսից ներարկված տեքստի կուրորեն ընդունում եւ եթե ինչ-որ այդպիսի տեքստ կբերվի, ապա մենք քննարկենք այն։ Եթե խորհրդի կազմը իհարկե դեռ շարունակի գործել։ Այս բային թղթի վերագործում է, բայց մենք հանդիպումներ չենք իրականացնում։ Դրսից բերվի, դա այս դեպքում նույնն է թե կառավարությունից կամ արտադատության նախարարությունից բերվի, բայց եթե նոր սահմանադրության տեքստը, եթե անգամ դրսից բերվի եւ ներկայացվի ձեր քննարկմանը կամ ձեր համաձայնության ու եթե համապատասխանի ձեր պատկերացումներին նորից կուրորեն չեք ընդունելու։ Դա արդեն կուրորեն բառն ավելորդ է ձեր նկարագրած։ Լավ, նորից չեք ընդունելու։ Կոնկրետ ես ոչինչ ուղակի չեմ ընդունելու։ Ես այդտեղ համաձայնել եմ աշխատել։ Քիչ հավանական է, որ իմ մասնակցությամբ կազմված տեքստն ամբողջությամբ իմ պատկերացումներին համապատասխանի, բայց եթե այո, բնականաբար դա նշանակում է իմ պատկերացումներն են։ Դուք ասացիք, դուք համաձայնել եք աշխատել։ Ես համաձայնել եմ աշխատել այն նպատակով, որ իմ ամբողջ կարողությունը եւ հմտությունները կիրառեմ ի նպաստ իմ պատկերացրած սահմանադրական բարեփոխումների ապահովման մեկ ձայնի կարգավիճակով էս բային, թե ինչպիսի համախոհություն հնարավոր կլինի ձևավորել, դա կյանքը ցույց կտա։ Համենայնիվս նախկինում եւս տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումները ցույց են տվել, որ այդ աշխատանքը ոչ բավարար արդյունավետությամբ է եղել։ Ուղղակի մենք հիմա այս բանը չենք աշխատում, խորհուրդը չի աշխատում։ Ոնց հասկանանք Տիկին Ղազարյան, ով է մշակում։ Փաստորեն արտադատության նախարարությունն է մշակում, քանի որ հավաստիացումները կոնկրետ ես ասեմ, որ խորհրդի անդամ չեմ, բայց այս հավաստիացումները, ինչպես բոլորս լսել ենք Տիկին Գալյանից, որ 10 ամսից պետք է հայեցակարգը լինի, եւ ես կարծում եմ, որ խորհուրդը նույնպես ներգրաված է հայեցակարգի մշակման գործում, բայց փաստորեն պարոն Եգորյանը հակառակը պնդեց, ճիշտն ասած, այս մասով լավ տեղեկացված չէ, թե ինչպես են իրար հետ համագործակցում, որովհետև իմ տիրույթում չէ, ես չէի կարող այսպես հետաքրքրվել ինչպես են աշխատում, ուղղակի վստահ եմ, որ եթե մարդիկ ժամկետ են ասում, մինչև խորհրդարանական ընտրությունները պետք է հայեցակարգը լինի, ես հենվում եմ հենց այդ պնդման վրա։ Զարմանալի էր իհարկե, բայց ես կարծում եմ պետք է համագործակցությունը լինի եւ կարողանանք ամբողջությամբ հենց խորհուրդը դրա համար է կազմվել, որ կարողանա ինքը եւս տեքստի վրա եւ ամբողջ կետերի վրա աշխատել։ Իսկ ինչու հետաքրքիր է, միգուցե կարծիք կա կամ եկել են կառավարությունում այն եզրահանգաման, որ խորհրդի մշակման դեպքում կամ խորհրդի հետ համագործակցելու դեպքում շատ դժվար է մշակել այնտեղ տարաձայնությունները շատ կան, արագ չի լինելու, մեզ պետք է արագ արդեն ունենալ։ Դե տեսեք, այնուամենայնիվ ցանկացած նախագիծ էլ, եթե նույնիսկ արտադրության նախարարությունից գալիս է կոնկրետ մեր օրինակով ազգային ժողով, մենք բոլորս այդ նախագիծը քննարկում ենք, համաձայն ենք լինում կամ համաձայն չենք լինում, այնպես չէ, որ եթե քաղաքականություն մշակող մարմինը արտադրության նախարարությունը նախագիծը գալիս է եւ բոլոր պատգամավորներում անպայման այդպես համաձայնություն ենք տալիս, բազմաթիվ նախագծեր ենք ունենում, որոնք երկարաձգվում են, փոփոխության են ենթարկվում, ես կարծում եմ խորհրդի եւ նախարարության միջև աշխատանքն էլ նման կերպ կլինի, տեքստը կմշակեն իրավական առումով, այնուհետեւ խորհուրդը դետալային ուսումնասիրություն կիրականացնի եւ կարծիքները փոխանակեն կամ էլի իրենց միջոցով առաջարկություններ կանեն փոփոխության կենթարկեն, կարծում եմ այսպես երևի թե պետք է աշխատի, որովհետեւ ես պատկերացնում էի իմ պատկերացմամբ, որ միասին պետք է հայեցակարգը, այսպես ասած, տեքստի վրա էլ աշխատեմ, բայց կարծես տենց գուցե ավելի արագ լինելու կամ աշխատանքի սկզբունքն այդպեսին ճիշտ ասած չգիտեմ։ Շատ ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ հանձնարարել է սահմանադրության փոփոխությունների նոր տեքստը կամ նոր սահմանադրության տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ավարտը, բայց հիմա փաստորեն Տիկին Գալյանի ներկայացմամբ շատ ավելի վաղ, այսինքն մարտ ամսին եկող տարվա պատրաստ պետք է լինի, շտապողականություն կա այդտեղ, ինչու։ Դե հայեցակարգը ամեն դեպքում նախատեսված է, որ շուտ լինի, նրանից հետո տեքստն իհարկե Տիկին Գալյան ասաց, որ հայեցակարգը կա,
նախագիծն է մշակում։ Տեքստը, չէ, երկուսը իրար հետ դեռ մշակման փուլում է տեքստն էլ հետը։ Ես այդպես եմ լսել Տիկին Գալյանը։ Դուք շտապողականություն տեսնում եք, որն է խնդիրը, միգուցե ձեր շրջանցած, որտեղ ձեր խորհրդի նկատի ունեմ, անձամբ ձեր չունեմ, վստահությունն այդքան չկա։ Կամ ինչու շտապողականություն նկատել եք։ Ճիշտն ասած դա ուրեմն երևի նախարարի եւ վարչապետի հետ միջև խնդիր է, եթե մեր նկատմամբ վստահություն չկա, որովհետեւ մենք գործում ենք վարչապետի որոշման հիման վրա։ Իսկ շտապողականություն նկատում եք։ Ես նկարագրեցի, որ ես ոչինչ չեմ նկատում, որովհետեւ մենք չենք հանդիպում։ Ինչ պետք է նկատեմ շտապողականություն նկատելու համար, ես պետք է տեղյակ լինեմ, թե իրենք ինչ են անում։ Արտադրության նախարարությունը ըստ որոշման իրականացնում է խորհրդի քարտուղարությունը։ Հիմա մեր քարտուղարությունը ես չգիտեմ ինչ է անում։ Հենց իմանանք կկարանամ ձեր հարցին։ Նախկին նախարարից Գրիգորի Մինասյանից կար դժգոհություն, որ նա նիստեր չի հրավիրում։ Այդ դժգոհությունները բարձրաձայնվում էին։ Փաստորեն դե հիմա ես էլ բարձրաձայնեցի փաստերը։ Պարոն Եգարյան, այնուամենայնիվ դուք որպես իրավաբան ինչ եք պատկերացնում, ինչ փոփոխություններ կարելի անել մեր սահմանադրության մեջ առհասարակ։ Մեր հաղորդումը չի բավարարի դրա համար։ Դուք ուղղակի թվարկեք որոշ շատ կարևոր կետեր։ Ես չեմ կարող ասել, որ կոնկրետ այսինչ փոփոխությունները պետք է արվեն, բայց ես կարող եմ ասել, թե որոնք են, որ պետք է առնվազն քննարկվեն եւ առնվազն որոշակի լուծումներով այսպես հանգուցալուծվեն, հա, որովհետեւ մենք կարիք ունենք, կարծում եմ, ընդհանուր կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման իշխանության բոլոր ճյուղերում եւ հետեւաբար մենք ունենք խնդիրներ, որոնք պայմանավորված են դատական իշխանության կանոնակարգումների հետ սահմանադրական ազգային ժողովի կառավարության մենք ունենք խնդիրներ գործադիր եւ օրենսդիր, չասեմ գործադիր եւ օրենսդիր, մենք ունենք խնդիրներ իշխանությունների տարանջատման եւ փոխադարձ զսպման, այդ բալանսավորման, գործիքակազմերի բալանսավորման հետ կապված, որոնք որ խորհրդարանական հանրապետությունում բոլորովին այլ են, քան կիսանախագահական կամ նախագահական կառավարման տիպի պետություններում մեզ մոտ այդ անցումը արդյունավետորեն եւ ամբողջական չի իրականացվել, մենք այսօր չունենք այդ արդյունավետ կառավարման եւ բալանսավորման գործիքները համայնական մակարդակում նրանք որոնք էլ որ կան արդյունավետորեն չեն գործում, որովհետեւ դրանց ավտոնոմ գործելու ինքնուրույն եւ ինքնաբավ գործելու մեխանիզմները բավարար չեն, հետեւաբար սրանք եւս պետք է քննարկվեն համայնական մակարդակում, մենք ունենք կայուն սրանք փոխկապակցված են նաև կայուն մեծամասնության հետ կապված դրույթի հետ, որի կամ մեկնաբանման կամ փոփոխման հետ կապված խնդիր կա, կարծում եմ ավելի շատ փոփոխման, որը կտա հնարավորություն օրենսդրական կարգավորումների միջոցով այլևս առավել արդյունավետ կանոնակարգումների ենթարկել ազգային ժողովում նախ ազգային ժողով ներթափանցող կամ ազգային ժողով մտնող, այնուհետև ազգային ժողովում գործող խմբերի աշխատանքը եւ հարաբերությունները, դրանց այդ հարաբերությունների բալանսավորումը, դատական իշխանության մասով հսկայական աշխատանք կա կատարելու, կարծում պետք է վերանայվի բարձրագույն դատական խորհրդի հետ կապված հարցը ընդհանրապես դրա անհրաժեշտության, դրա արդյունավետության առանձին կանդրադառնանք, շատ լավ, դե դուք խնդրեցիք, որպեսզի ես թվեմ, դրան առանձին եւ կարեւոր է նաեւ նախագահի ինստիտուտի հետ կապված հարցը, որը էլի շատ լրջորեն պետք է քննարկվի, դա հսկայական ռեսուրս է պետության համար, դա հսկայական ենթակառուցվածք է, այսպես համանդական ենթակառուցվածք է պայմանական ասած։ Եկեք հատ անդրադառնանք այդ շատ կարևոր հարցերին։ Շնորհակալություն։ Դուք ձեր մոտ ինչ եք քննարկում, ճիշտ է դուք խորհրդի անդամ չեք եղել, բայց դա փաստորեն բոլորովին էլ անհրաժեշտ չի, քանի որ խորհուրդը չի գործում, կարելի ասել ժամանակին էլ կիսատ է գործել։ Այնուամենայնիվ դուք ձեր քննարկումների ժամանակ, երբ որ խմբակցությունով կամ կուսակցությունով հանդիպումներ եք ունենում վարչապետի
վարչապետի հետ կամ առանձին թեկուզ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում խոսք եղել է սահմանադրական փոփոխությունների մասին եւ թեկուզ հենց կայուն մեծամասնության դրույթի մասին դրանից հրաժարվելու մտադրություն կա, եթե չեմ սխալվում, հենց դա էր ժամանակին պատճառը, որ սահմանադրությունը համարվեց Սերժ Սարգսյանի նրա օրոք ընդունվեց գործող սահմանադրությունը կոստյումը եւ որ հիմա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կա մեղադրանք, որ նա բավականին հարմարավետորեն գրում է Սերժ Սարգսյանի կոստյումը, կա գոնե այս մի դրույթից հրաժարվելու մտադրություն։ Տեսեք, դուք նշեցիք ճիշտ է մեր մտահոգությունների մասին, որը մենք բազմիցս ասել ենք, բայց կարծում եմ այս մտահոգությունների ամբողջ փաթեթով հանդերձ պետք է վստահենք այն խորհրդին եւ արդարադատության նախարարությանը, որ մշակում է, այո, եւ մենք այս պահին դեռ չենք ունեցել հատուկ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ որևէ խմբակցության նիստ կամ որևէ նիստի ժամանակ, այո, քաղաքական հարց է ու մեր պատկերացումը մեր մեսեջները իրականում գիտեն թե նախարարությունում եւ թե խորհրդում եւ ես կարծում եմ համապատասխանեցնելով դրան մենք կունենանք այդ տեքստը եւ տեքստի վերաբերյալ հատուկ սահմանադրության նոր սահմանադրության վերաբերյալ հատուկ ժամկետներ էլ կլինեն, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այն կարողանա ծանոթանալ եւ անային քննարկումների լայն քննարկումներ կլինեն, որի այնուհետև հանրաքվե եւ սա հիմնական միտումն է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի սահմանադրությունը համարի իրենը եւ իր կողմից ընտրված սահմանադրություն լինի։ Սա է եւ մենք էլ որպես այդպեսին դետալային որևէ քննարկում դեռ չենք ծավալել։ Եվ այդ դեպքում իզուր կլինի ես հիշեցնեմ պարոն Եգորյանի այդ թվարկած ըստ իրեն փոփոխությունների արժանի դրույթները, որ նախագահի ինստիտուտի լիազորություններն էլ պետք է վերանայվի, այս դեպքում նորից իզուր կլինի հարցը ձեզ ուղղված։ Ես կարծում եմ այս պահին այդ դետալային տվյալների մեջ չեմ կարող մտնել, որովհետև քննարկում կոնկրետ չեմ ունեցել, բայց պարոն Եգորյանը, քանի որ խորհրդի անդամ է, ամեն դեպքում իր մշակած, իր մտքում ունեցած, իր կարծիքներն ունի սահմանադրության եւ պետք է հենց իրենք աշխատեն, հետո մենք կդիտարկենք այդ ամբողջ տեքստը։ Իսկ որպես քաղաքական գործիչ, թեկուզ նաև իշխող թիմի անդամ ինչ է կարծում արժի կամ չարժի նախագահի լիազորությունները ավելացնել, տվյալ դեպքում քննարկում կա, որ այն բավականին ցածր է, քիչ է։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում շատ ճիշտ է խորհրդարանական հանրապետություն ունենալը, որովհետև այս դեպքում ավելի մեծ կարծիքներով են ցանկացած որոշում կայացնում, այդ իսկ պատճառով ինչքանով ավելացնել նախագահի լիազորությունները, ինչքանով այն ամբողջությամբ խորհրդարանին պատվիրակել, եթե իմ կարծիքն եք ուզում, ես խորհրդարանականին ավելի կողմ եմ, բայց թող փոփոխությունները լինի, գուցե կան դետալներ, որոնք ավելի լավ են պատկերացնում իրավական համակարգը, այն ամբողջ հայեցակարգը, որոնք որ պատրաստվում են մշակել, գուցե իրենք դետալային ավելի լավ են պատկերացնում, իմ կարծիքը կոնկրետ խորհրդարանական պետություն ունենալը իմ կարծիքով այս փուլում ավելի կարևոր է։ Նախագահի լիազորությունների կամ ինստիտուտի մասին դուք հիշատակեցիք, ինչ փոփոխություններ եք պատկերացնում, դուք ասացիք այդ ինստիտուտը բեռ է, հա, մոտավորապես նման ինչ-որ մի բառացի չեմ հիշում, բայց միտքը գրեթե նույնն էր, ամեն դեպքում ինչ փոփոխություններ, լիազորությունների ավելացում, թե ինչ նախագահի, որ շատ սիմվոլիկ չլինի, ինչպես կա, նման կարծիք կա։ Հա, կարելի է այդպես ձևակերպել, այն էական ռեսուրս է, այո, էական ռեսուրս է զբաղեցնում պետական կառավարման համակարգում չլինի եւ դրան կարծում եմ համաչափ չէ այն արդյունքը, որը ստեղծում է այդ ինստիտուտը եւ պետք է քննարկել, այո, միգուցե այն պետք է չլինի կամ միգուցե շատ ավելի ընդգծված արարողակարգային եւ սահմանափակ ծավալի մասնակցություն նախատեսվի դրա բոլոր հետևանքներով, ֆինանսական, ռեսուրսային եւ այլ կրճատումներով, կամ ընդհանրապես վերացվի, կամ քննարկվի, կան այդպիսի կարծիքներ էլ կան, որ օրինակ մասնագետներ կան մտածում են, որ կարող է հնարավոր լինի այնպես կազմակերպել, որ նախագահը օրինակ աշխատի դատական իշխանության անկախության
բլոկում ինչ որ կերպ այն երաշխավորելու ինչ որ լրացիչ բան լինի, շեմ լինի կամ ինստիտուտ լինի, բայց ես օրինակ դրան համաձայն չեմ, կարծում եմ, որ նախագահային այդ գործառույթները վերապահելը ավելորդ է եւ այդ բոլոր անկախության երաշխիքների հետ կապված լրիվ այլ կառուցակարգերն անհրաժեշտ Ինչ է պետք անել ըստ նախագահի ինստիտուտի հետ։ Եթե մենք չենք քննարկում խորհրդարանական կառավարման համակարգը որևէ ձև փոփոխելու, ապա ես կարծում եմ իսկապես այն գրեթե ավելորդ է։ Չլինի, պարզապես։ Այո։ Շատ լավ։ Իսկ դատական Եվ նաև մենք չենք էլ կարող այդ հարցը պետքա շատ հստակ լինել, նայեք, անկախ նրանից մենք գոհ ենք, դժգոհ ենք, թե ինչպես տեղի ունեցավ տրանսֆորմացիան, երբ տեղի ունեցավ, ասենք մենք սկզբից կիսանախագահական էինք, հետո մեզ խաբեցին, ասեցին մարդկանց, ասեցին, որ մենք ավելի այսպես ուզում ենք կիսա խորհրդարանական դառնանք, տեղի ունեցան 2005 թվականի փոփոխություններ, որոնք իրականում ավելի նախագահական դարձրեցին, ոչ մեկ այսօր քիչ են դրա մասին խոսում, այդ փոփոխությունների քողարկված հիմնական խնդիրը խորհրդարանի 2005 թվականի հիմնական խնդիրը խորհրդարանի ազդեցության նվազեցումներ եւ կառավարման համակարգում խորհրդարանի դերի գործադիրի համեմատ նվազեցումներ 74-րդ հոդվածի համեմատ։ Դա 2005 թվականի Ռոբերտ Քոչարյանի օրոք ունեցած 15 թվականին արդեն մենք ըստ էության ամբողջությամբ վերափոխեցինք, բայց ինչպես ասեցի, այդ վերափոխումը շատ ֆրագմենտալ էր, ավելի շատ ձևական մասով էր փոփոխություն եւ բովանդակային բազմաթիվ ենթակառուցվածքներից իրավական ենթակառուցվածքներ չնախատեսվեցին, որոնք հանգեցրեցին այսպես խորհրդարանական պրոբլեմով աշխատող հանրապետության, բայց հիմա նորից հետ գնալը դա մեծ հսկայական ռեսուրսի վատնում է եւ ավելի նպատակահարմար է կարծում եմ այս խորհրդարանական կառավարման համակարգը հղկել, զարգացնել, բերել հասցնել այն մակարդակի, որը կապահովի մեր այսօրվա պահանջները եւ նաեւ վաղվա պահանջները պետական կառավարման առումով։ Գործող կառավարման կարգը խորհրդարանական կառավարմանն է, բայց նորից գործող սահմանադրության շատ դրույթների, այդ նաև այդ կայուն մեծամասնության եւ այլ դրույթների պատճառով նաև կարծիք կա, որ այն ավելի շուտ սուպեր վարչապետական է, չէ՞, միշտ նման քննարկումներ եղել են։ Դրանից սուպեր վարչապետական լիազորությունների մեծ մասը վարչապետի ձեռքում են եւ իսկապես խորհրդարանը լիազորությունների մեծ մասը պետք է լինի կառավարող խմբի, այդ խումբը կլինի միատարր, թե կլինի կոալիցիա էական չի, կառավարող խմբի ձեռքում։ Հիմա հարցերը ստեղ հետեւյալն են։ Ինչպես է ձևավորվում այդ մեծամասնությունը, հարց 1։ Իսկ մենք նախատեսում ենք այնտեղ օրինակ բոնուսային կամ ասենք օրինակ շեմային կամ ասենք այլ ինստիտուտներ կամ փուլային ինստիտուտներ ընտրությունների եւ այլն, թե նախատեսում ենք կոալիցիոն եւ կոալիցիա կազմելու գործընթացների առավել ճկուն համակարգեր, որոնք կբերեն առավել արդյունավետ կոնսենսուսային լուծումների, այսինքն այստեղ այս մի հատ մեծ մի հսկայական այսպես ամբողջություն խնդիրների։ Հետո գալիս ենք հաջորդ հարցը, ինչպես է բալանսավորվում խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության հարաբերությունները։ Ինչպիսի իշխանության, ավելի ուղղակի ասած, ուզեք այդպես անվանեք, խնդիրն է նա, որ քաղաքակիրթ աշխարհում ընդդիմությունը եւս իշխանություն է, որտեղ խորհրդարանը իր միասնությամբ է որոշում կայացնում։ Եթե խորհրդարանի մեծամասնությունը քվեարկում է ըստ քվեարկության շեմերի ինչ որ որոշման համար, այդ որոշման ընդունմանը մասնակցում է նաեւ որպես հանրային իշխանություն իրացնող մաս բաղադրիչ, նաեւ ընդդիմությունը։ Այդ թվում դեմ քվեարկելով, կողմ քվեարկելով, ձեռնպահ քվեարկելով, մենք պետք է փոխենք այս ընկալումը, էլի։ Այսինքն, որպես ընդդիմություն լավ, այսպես անվանենք, ինչպես է հարաբերվում մեծամասնությունը, ինչպես կարող է եւ ինչ գործիքներով կարող է զսպել, հակակշռել կամ այսպես խթանել իշխանության գործունեության ընթացքում տարբեր հարցերի վերաբերյալ մեծամասնությանը, ձեր ասած իշխանությանը։ Ինչքանով դա պետք է լինի արդյունավետ, ինչքանով դա պետք է լինի ունակ ազդելու
այդ որոշման բովանդակության վրա եւ ինչ մեխանիզմներ ենք սրա տակ դնում։ Բնականաբար սա չի կարող լինել այն մասին, որ խորհրդարանում փոքրամասնություն կազմող խմբակցությունը, խումբը կամ մի քանի խմբակցությունների միասնություն պետք է կարողանան ձախողեն կամ խոչընդոտեն կառավարումը առհասարակ։ Սրա մասին չի խոսքը։ Խոսքը փափուկ ուժի, թափանցիկության, խոսքի ազատության, քննության, հարցման արդյունավետության, որոնք տարբեր ինստիտուտներով են էլի իրականացվում։ Քննիչ հանձնաժողովներում քննարկումներ, օրինակ դեբատներ, տարբեր առաջադրումներ, տարբեր ընթացակարգերի հատուկ մասնակցություն ընդդիմադիր խմբերի եւ այլն։ Բազմաթիվ գործիքակազմեր կան էլի, այսօր կարող եք նայել աշխարհի տարբեր երկրներում։ Նախարարների հարցաքննություն օրինակ հատուկ չեմ ասում հենց այնպես ինչպես ասենք օրինակ բանում է սենատում է խոսքի, բայց ասենք տարբեր ինստիտուտներ կարելի է նախատեսել եւ հասկանալ սրա արդյունավետությունը ինչպեսին պետք է լինի, բայց բնականաբար որոշումը միշտ պետք է կայացնի մեծամասնությունը։ Շնորհակալություն, եթե ունեք արձագանք եւ նաեւ հարց, որ իշխանությունները բազմաթիվ անգամներ են իրենց դժգոհությունները արտահայտել դատական համակարգից եւ արդյոք դուք պատկերացնում եք կամ կա ցանկություն դատական համակարգի վերաբերյալ նույնպես փոփոխություններ, որոնք կարտացոլվեն սահմանադրության մեջ, ճիշտ է իշխանությունները դատական համակարգին երբեմն մեղադրել են նախկին իշխանությունների ազդեցության տակ գտնվելու մեջ, հակառակը ընդդիմությունն էլ կամ նախկին իշխանություններն էլ մեղադրում են, որ դատական համակարգը այսօր կատարում է գործող իշխանությունների ցանկությունները կամ մեկ զանգով իրականացվող արդարադատությունը դեռևս շարունակվում է։ Ես կարող եմ ասել, որ մենք միշտ գնացել ենք այն ճանապարհով, այո, մենք մեղադրել ենք միշտ, որ դատական համակարգերը անկախ չեն եղել ու աշխատել ենք այդ ուղղությամբ այս ամբողջ տարիների ընթացքում, որ դատական համակարգը լինի ամբողջովին անկախ եւ գործի անկախ եւ բազմիցս ենք այդ մասին բարձրաձայնել, բայց այնուամենայնիվ եթե մենք հիմա ասենք, որ լիովին գոհ ենք դատական համակարգի աշխատանքից կսխալվեմ, որովհետև մենք ինքներս էլ նույնիսկ ավելի շատ ենք մեզ քննադատում դատական process-ների հետաձգման եւ այլ գործընթացների ուշացման համար, որի մասին էլի բարձրաձայն միշտ ասել ենք, երբեմն նաեւ կարծիք է ստեղծվում, որ մենք մեզ ավելի շատ ենք քննադատում, քան ընդդիմադիրները, հատկապես հենց դատական համակարգին վերաբերվող, որովհետև այդ այն կարևոր առաջնահերթություններ, որ մենք ուզում էինք նաեւ իրականացնել, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացու մոտ արդարության եւ արդարադատության, այսպես արդարությունն ու արդարադատությունը ինչ որ միտեղ խաչվեր իրար եւ մարդիկ այդ արդարության զգացումը անդադար ունենային, բայց ինչպես գիտեք, միշտ քաղաքական դաշտում մեղադրվում ենք այս կամ այն անձին չձերբակալելու, չկալանավորելու, որևէ գործընթաց չիրականացնելու գործում եւ այստեղ բավականին շատ գործընթացներ են իրականացվել, օրինակ հակակոռուպցիոն գործընթաց կոռուպցիայի դեմ պայքար ավելի շուտ դատարան ստեղծվեց, կնճական մարմին ստեղծվեց եւ այլն, որպեսզի կարողանանք հնարավորինս լավ պայքարենք, բայց էլի այս դեպքում էլ երբեմն ասում են 7 տարի է անցել, ինչու էս մարդը չի կալանավորվել, այս հարցը չի լուծվել, ինչ եք նոր անդրադառնում ապօրինի ծագում ունեցող գույքով բռնագանձումներին եւ այլն, բայց այնուամենայնիվ մենք պետք է այստեղ հստակ նշենք, որ նախ մենք պայքարել ու շարունակել ենք պայքարել կոռուպցիայի դեմ, պայքարում ու շարունակել ենք պայքարել, որպեսզի դատական համակարգը լինի անկախ։ Ես ձեզ ընդհատեցի դատական համակարգին անդրադառնալու դեպքում խոսքի ժամանակ դուք ասացիք առհասարակ պետք է նաև քննել ԲԴԽ-ի գոյության անհրաժեշտության հարցը սահմանադրական փոփոխությունների դեպքում եւ առհասարակ արդյոք ձեր կարծիքով իշխանություններից անկախ է մեր դատական համակարգը, եթե այո կամ եթե ոչ, երկու պարագայում էլ ինչ փոփոխություններ են ըստ ձեզ անհրաժեշտ ավելի անկախ արդար դատական համակարգ ունենալու համար սահմանադրության մեջ առայժմ։ Շատ ընդգրկուն հարց է։ Հնարավոր չէ այս ֆորմատով այդ հարցին տենց սպառիչ պատասխանել։ Դե սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի, որ կարողանանք շատ երկար քննարկել սահմանափակ ամեն դեպքում մեր ժամանակը։ Հա, բացեն ձեր տպավորությունն էլ է, այնպես որ արդյունավետ չի գործում, շատ երկար են քննարկում դե հարցերը։ Դե եթե ասում եք, այո, հարցերը պետք է երկար քննարկվեն։ Այ մենք մի այդպիսի խնդիր էլ ունենք, էլի մեզ թվում է, որ
տենց հարցերը պետք է ասենց արագ քննարկվեն, տենց ու գնանք առաջ։ Այդպես չի լինում, ուրեմն երկկայուն եւ երկարատև ազդեցության որոշումները կայացվում են երկար եւ խորը համապարփակ ընդգրկուն քննարկումների արդյունքում, որոնք այդպիսին լինելու բերումով ունեն մի այսպես հետևանք երկար տևելու, այսինքն անհնար է բովանդակային եւ խորությամբ հարցերը քննարկել կարճ։ Հիմա բայց փորձենք կարճ։ Այո, կարճ։ Նայեք, ունենք մի քանի խնդիր հասկանալու համար։ Նախ ինչպես պետք է գործի դատական համակարգը ներպետական մակարդակում։ Այս հարցի պատասխանելու շրջանակում առաջանում է հարց. մենք ունենում ենք երաստիճան դատական համակարգ, ունենում ենք արդյոք սահմանադրական դատարան, թե չենք ունենում սահմանադրական դատարան, ինչպես է իրականացվում դատական համակարգում ինքնակառավարումը, այդ որպես անկախության կարևոր երաշխիք, ինչպես է իրականացվում դատական իշխանության ֆինանսավորումը, որպես կարևոր երաշխիք անկախության, ինչպես է իրականացվում դատական իշխանության համալրումը, որպես կրկին կարևոր անկախության երաշխիք, այս հիմնական հարցերը վերաբերում են ԲԴԽ-ին, սահմանադրական դատարանին, դատավորների նշանակմանը, ընտրությանը, վերաբերում են վճռաբեկ կամ, չգիտեմ, գերագույն դատարանի կոնսոլիդացիային, վերաբերում են կարգապահական հարցերով դատական իշխանության, այսպես մարմիններին, որոնք կլինեն դրանք, այս բոլոր հարցերը այս մի քանի գործող խնդիրների շուրջ են։ սահմանադրությունը, անկախության դատական համակարգի անկախությանը վտանգող կամ սպառնացող ինչ-որ խնդիրներ պարունակում է իր մեջ, ըստ ձեզ։ Դե հիմա գործող սահմանադրության շրջանակում ենք մենք բախվել, օրինակ, այն նույն համ իշխանության, համ ձեր ասած ընդդիմության բարձրացած խնդիրներին, չէ՞։ Դա գործող սահմանության շրջանակում չի դա ձևավորվել, ասենք գործող ԲԴԽ-ի գործունեության պարագայում չի, այս կարծիքները տարբեր։ Ինչ որտեղ միգուցե սահմանադրությունը փոխվի, նորից այդ դիլեման լինի։ Ուրեմն միշտ կամ այդ մեղադրանքները լինեն միմյանց նկատմամբ։ Հա, այդ միշտ կարա լինի։ Դրա համար ես ասացի, սրանք քննարկման հարցեր են հասկանալու համար։ Սրանցից որն է, որ իրավական կառուցակարգի խնդիր ունի, որն է, որ ձևավորման կայացման խնդիր ունի, չէ՞, որտեվ նայեք, հիմա մենք կարանք տարբեր ինստիտուտներ քննադատենք կամ քննարկենք, բայց նաև կա մի կարևոր հարց. իսկ այդ ինստիտուտը որքան է գործել, արդյոք այն արդեն հնարավոր է քննարկել հենվելով իր գործունեության արդյունքների վրա, որովհետև եթե դու կարող ես ստեղծել մի հրաշալի, այսպես առանց վառելիքի աշխատող շարժիչ, հռչակել այն այդպիսին, բայց երբեք գործի չդնես։ Հիմա մինչև գործի չդնես չհասկանաս սա ինչ է, չես կարող այն ավելի արդյունավետ քննարկել։ Հիմա մենք այդպիսի խնդիր ունենք։ Մեր ամբողջ 30 տարիների ընթացքում մենք ստեղծում ենք մի բան, չենք թողում այն բավարար աշխատի, հետո չենք վերլուծում ինչքան որ աշխատեց, ինչպիսին էր, ինչ տվեց, ինչ չտվեց, ինչ խնդիրներ կային, ստեղծում ենք մի ուրիշ բան։ Հետո սկսում ենք այդ ուրիշ բանը դեռ չաշխատած կամ դեռ նոր աշխատանքի շրջանում ինչ որ քննարկումներ, քննադատություն, բայց երբեք չեք նստում բովանդակային վերլուծում, որոնք էին պատճառները։ Հիմա անկախությունն էլ պետք չի բացարձականացնել, այսինքն դա բացարձակ հասկացություն չի։ Ի վերջո դատարանները պետք է ձևավորվեն ժողովրդավարական լեգիտիմության ստանդարտներով, այսինքն նրանք պետք է ստանան այդ ժողովրդավարական լեգիտիմությունը ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորված իշխանության համապատասխան ձևավորած ինստիտուտների մեխանիզմների միջոցով։ Եթե սա չլինի, դատավորներն իրանք իրար չեն կարող ընտրել, դա արդեն կվերածի կաստայականացման։ Նույնը վերաբերում է, ասենք օրինակ
BDX-ի նման մարմնին, հա։ Հիմա BDX-ի նման մարմինը էլի պետքա բալանսավորի այդ իշխանությունների հարաբերությունները եւ պետք է ապահովի համապատասխան կապը ըստ իր աղբյուր հանդիսացող, հա, իշխանությունների։ Դրա համար օրինակ այնտեղ նախատեսված է կես ընտրության համակարգը։ Նույնը ասենք վճռաբեկ դատարանում, հա, ասենք կամ սահմանադրական դատարանում։ Նույնը չէ, բայց էլի ազգային ժողովի կողմից ընտրության հետ կապված ինստիտուտը շատ կարևոր է։ Եվ սա չի նշանակում անկախության խոցում։ Ընդհակառակը սա այս իշխանության ժողովրդավարական լեգիտիմության միակ աղբյուրն է։ Ուրիշ ոչ մի տեղից այդ լեգիտիմությունը դատական իշխանությունը չի կարող ձեռք բերել։ Դատական իշխանությունը չի գնում մասնակցում ընտրությունների, չի գնում քարոզարշավների իրականացում, չի հանդիպում ժողովրդին հասկանա ինչը ինչոց է եւ այլն։ Իսկ չկա որևէ այլ աղբյուր, որտեղից դատական իշխանությունը պետքա ձեռք բերի իր լեգիտիմությունը։ Դա ժողովրդի կողմից ազատ եւ թափանցիկ ընտրությունների միջոցով ընտրված իշխանությունն է։ Հիմա եթե մենք այնքան պարզունակ մակարդակում ենք քննարկում, որ եթե այս իշխանության օրինակ ազգային ժողովի կողմից ընտրված դատը, որը իշխանությունից անկախ չի, սա կներեք, սա ոնց որ քարեդարի ինչ որ պարզունակություն, սա հնարավոր չի քննարկել։ Այստեղ պետքա ուղղակի այդպես արտահայտվողներին այս ամբողջ համակարգերի ձևավորման, զարգացման պատմությունը կարճ ինչ որ մի հատ տենց ռոլիկով բացատրել, որ հետո հնարավոր լինի քննարկել մնացածը, որտեվ միայն ազգային ժողովի կողմից ընտրության հարցը չի, որ որոշում է անկախությունը կամ ոչ։ Այդ ընտրության ընթացակարգը, հա, առաջադրման ընթացակարգը, տեխնացուների բարեվարկությունը ես մի քիչ sense կասեմ, ավելի ընդլայնված, էլի, ոչ թե տենց մի հատ ինչ որ հակակոռուպցիոն բանով հանձնաժողովից մի հատ sense կամ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, չես հասկանում, որից ստացվում է։ Չէ, այդ ես մինչև այդ ասեցի, օրինակ փոքրամասնության ինտերակցիաների արդյունավետությունը այդ տեխնացուների հետ։ Օրինակ նայում եք դուք ծայրահեղ օրինակ եմ բերում, չեմ ասում որ դա պետքա բանարվի, ընդօրինակվի, բայց պետքա դրանից էլեմենտներ օրինակ դիտարկել։ ԱՄՆ-ում Գերագույն դատարանի, հա, իրենց Supreme Court-ի դատավորների ընտրությունը։ Նայում եք ամեն սենատոր ինչպիսի հարցաքննությունների, ինչպիսի բովանդակության, խորության եւ ազատության հարցաքննությունների կարող է ենթարկել տեխնացուներին։ Դրանք հսկայական ազդեցության ֆիլտրեր են։ Ազգային ժողովում էլ քննարկվում են մեր սահմանադրական արդյունավետությունը, արդյունավետության հարցը, այդ քննարկման արդյունավետության հարցը, քննարկման ազատության, քննարկման անխոչնդոտ իրականացման, որովհետև օրինակ մեր ազգային ժողովում այդքան արդյունավետ չի։ Որևէ սահմանափակում չունի, որևէ տեխնատուին իր ցանկացած հարցը տալու։ Չէ, այդպես չի։ Ուրեմն այն ընթացակարգը, որը ազգային ժողովում նախատեսված է, այն արդյունավետ չէ տեխնացուին արդյունավետ քննելու համար։ Այսինքն մի հարց պատասխան, հետո արձագանք պատասխան, դա շատ քիչ է, կարծում եք քիչ է։ Եւ բացի դրանից այդ ամբողջ առաջադրման գործընթացին մասնակցությունն ինչպիսին է, օրինակ, հա, դա էլ է կարեւոր։ Նույն խոսքը մենակ ընդդիմության մասին չէ, խոսքը մարդկանց մասին է, ժողովրդի մասին է։ Երբ են նրանք տեղեկանում, ինչպես են տեղեկանում, ինչ ծավալի տեղեկատվություն են ստանում այ Պողոսի օրինակ այսինչ տեխնացու որպես առաջադրման մասին։ Ինչի մասին, երբ որ այդ Պողոսը հայտնվում է ազգային ժողովում, սա բավարար թափանցիկություն չի եւ բավարար արդյունավետ գործիքակազմեր չկան այդ ընտրության վրա ազդեցության։ Շնորհակալություն, այնուամենայնիվ Տիկին Ղազարյան, որն է լինելու նպատակները կարծեք թե բարբերաբար փոխվում էին սահմանադրական փոփոխությունների կամ նոր սահմանադրության ընդունման պայդրությամբ, որն է սահմանադրության փոփոխության կամ նոր սահմանադրության տվյալ դեպքում կարծեք թե նոր սահմանադրության մասին է խոսքը, որովհետև եւ Փաշինյանն է այդ մասին հայտարարել եւ Արտադատության նախարարը ասաց, որ նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մշակման փուլում է եւ այլն։ Որն է հիմնական նպատակը
իշխանությունների կողմից։ Մեկ բառով կասեմ, հիմնական նպատակը լեգիտիմությունն է։ Ինչքան էլ որ այո, մենք վստահ ենք դրանում եւ մենք բազմիցս ասել ենք մինչեւ 2018 թվականը մենք որևէ ընտրություն Հայաստանի Հանրապետությունում չենք ունեցել, որ հանրակրվե ընտրություն որ լինի արդար եւ թափանցիկ, հետեւաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսպես կապը չի զգում իր սահմանադրության հետ եւ մենք ուզում ենք, որ այն լինի այնպիսի սահմանադրություն, որ ընդունելի կլինի քաղաքացիների կողմից, քաղաքացիները իրենք կմասնակցեն հանրակրվեին, կքվեարկեն սահմանադրությանը եւ այն կհամարեն իրենցը։ Բայց սահմանադրությունը շատ ինքը բարդ փաստաթուղթ է, բարդ տեքստ է եւ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ անգամ ազգային ժողովի падգամավորները շատ դեպքում կողմ կամ դեմ են քվեարկում խմբակցության որոշմամբ, որովը նույնիսկ փոքր օրինակ գծին, որ մնաց թե սահմանադրության վերաբերյալ մեր ժողովուրդը երբևէ չի կարդացել ու կարծում եմ չի էլ կարդալու սահմանադրությունը։ Նա պարզապես ըստ ներկայացնողի կամ ըստ համոզելու, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր այսօր հայտարարում, թե կհամոզենք մեր ժողովրդին, որ ընդունի այդ տեքստը, լեգիտիմությունը երևույթին սահմանադրության տեքստից չի լինելու, հա, կախված։ Չէ, բնականաբար սահմանադրության տեքստից էլ է լինելու կախված, եւ ես ասեմ ձեզ, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ քաղաքականացված են, շատ իրավագիտակից են եւ շատ ավելի լավ են կողմնորոշում եւ շատ լավ են վերլուծում ցանկացած նախագիծ, երբեմն նախագծեր կան, որ դեռ ազգային ժողով չեն մտել ու արձագանքներ արդեն միանգամից ստանում ենք, որպես պատգամավորներ գրում են իրենց կարծիքն են արտահայտում կողմ կամ դեմ, հիմա էլ ունենք այդպես նախագծեր, որ այսօր էլ շատ բուռը քննարկվում են, այնպես որ չեմ կարծում, որ այս դեպքում մեր հայրենակիցները այսպես ասած չեն կարդա սահմանադրությունը կամ տեքստին չեն ծանոթանա կամ չեն տեսնի ինչ փոփոխություններ են, դե բնականաբար մենք էլ որպես ազգային ժողովի պատգամավորներ կստանցնենք այդ առաքելությունը, այսպես ասած, հնարավորինս ամեն կետի շուրջ խոսելու, բացատրելու, հանդիպումներ քաղաքացիների հետ իրականացնելու, լսումներ իրականացնելու եւ այլն, որպեսզի ոչ մի խնդիր այդ առումով 2020 թվականին նոր էր 2020 թվականին էր արդեն նախատեսվում այդ քարոզարշավն իրականացնել եւ COVID-ը սկսվեց եւ այլն, այնուհետեւ պատերազմ եւ ամեն ինչ կարծես լրիվ փոխվեց, բայց այնուամենայնիվ այս դեպքում մենք կարծում եմ չենք շտապես առումով եւ բավականին ժամանակ կունենանք բոլորի հետ այսպես լայն քննարկում, բազմաշերտ քննարկում իրականացնելու։ Լեգիտիմությունը բավարար է համարելու, որ մենք ունենք լավ սահմանադրություն։ Եթե իսկապես վստահ են Նիկոլ Փաշինյանին մեր հանրությունը եւ նրա իշխանության կողմից կամ միգուցե սահմանադրական փոփոխությունների խորհրդի կողմից, նրա իշխանության կողմից ձևավորած խորհրդի ներկայացրած տեքստին կողմ քվեարկելով, դա բավարար է, որ մենք կարող ենք համարել, որ մենք ունենք լավ սահմանադրություն։ Ընդհանրապես սահմանադրության լավ ու վատի վերաբերյալ եւ որը պետք է լինի նպատակը փոփոխությունների։ Շատ իհարկե ներողություն խնդրում եմ ձեզ նկատի չունեմ, բայց դա լիչես շատ մակերեսային գնահատականներ են, էլի, որովհետեւ նայեք սահմանադրությունը, սահմանադրական իրավունքը, սահմանադրականությունը, դրանք այնպիսի բաներ են, որ միայն լավ ու վատով հնարավոր չի նկարագրել եւ լուրջ չի այդպես նկարագրել։ Սահմանադրությունը պետք է նաեւ ճիշտ մեկնաբանվի, պետք է ճիշտ կիրառվի, պետք է սահմանադրականության բավարար մակարդակ ապահովվի, իսկ այդ ամենը արդեն տեղի է ունենում ոչ թե միայն տեքստը գրել եւ ընդունելով, այլ այդ տեքստը կյանքի կոչող դատարաններով, այդ տեքստի հիման վրա աշխատող իշխանության գործունեությամբ, այդ տեքստով առաջնորդվող ժողովրդի այսպես ասած պատկերացումներով, սրանք շատ խորը եւ ընդ որում դրանք անընդհատյա դինամիկ գործընթացի մեջ գտնվող հարցեր են։ Ոչ մի պետությունում չկա տենց խնդիր։ Նայեք, դուք օրինակ կարող եք ասել, որ Գերմանիայի սահմանադրությունը լավ սահմանադրություն է։ Չեմ կարող ասել։ Բայց լիքը մարդիկ կան, որ կարող են ասել, բայց Գերմանիայի սահմանադրությունն անհրաժեշտություն ունեցավ օրինակ ընդհանրապես մի քանի ամիս առաջ փոփոխության, որը պայմանավորված էր համապատասխան պրոցեսների զարգացմամբ, ինչպես Գերմանիայի Հանրապետությունում, այնպես էլ Ֆեդերալ Դաշնային Հանրապետությունում, այնպես էլ Եվրոպայում եւ աշխարհում։
Եվ այնտեղ օրինակ իրականացվեց փոփոխություն մեկ ազգային ժողովի, այնտեղ ազգային ժողով չի, բայց մեկ երրորդի ազդեցության նվազեցման տեսքով։ Ամեն դեպքում որը պետք է լինի, էլի նորից դուք մասնագետ եք, իհարկե իրավաբան եք, շատ դժվար է ձեզանից ակնկալել կոնկրետ կարճ պատասխան, ամեն դեպքում որը ըստ ձեզ պետք է լինի սահմանադրական այս նոր փոփոխությունների հիմնական նպատակը կամ նոր սահմանադրության։ Ես համաձայն եմ այդ նպատակից, բայց ես այդ նպատակը կուզեմ մի քիչ բացեմ, այսինքն ինչա դա ենթադրում։ Ընդհանրապես ցանկացած փոփոխություն կարևոր է, որպեսզի այդ փոփոխությունը ընդունող եւ այդ փոփոխությամբ ապրող սուբյեկտները հիմա տեսեք ցանկացած փոփոխություն վերաբերում է ժողովրդին, ժողովուրդը ներկայացված է իշխանությունում, ասենք ընդդիմության, իշխանության մեծամասնության, փոքրամասնության միջոցով եւ կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր փոփոխություն լինի առավելագույնս սինխրոնացված հայերեն բառը շատ երկար է ասում համաժամանակեցման, բայց մի քիչ նաեւ բան չի այդ հնարավորինս լայն հանրության համար։ Այսինքն պետք է ավելի շատ մարդ սինխրոն լինի այն փոփոխությանը, ընդունի այն փոփոխությունը կամ փոփոխությունները, որոնք հաստատվում են։ Հիմա այն սահմանադրական լուծումները, որոնք որ կլինեն առավելագույնս ընդունելի եւ առավելագույնս մեծ թվով սպառողների համար, մարդկանց համար ընդունելի սահմանադրի տեսանկյունից այդ սահմանությունը կլինի ավելի լեգիտիմ եւ ավելի լավը եւ ավելի բարձր տոկոսով սահմանադրականություն կապահովի։ Այն սահմանությունը, որը շատ փոքր շրջանակի համար է նախընտրելի, հաղորդված չէ, հաղորդակցված չէ մարդկանց արդյունավետորեն, ավելի լայն շերտերի, ավելի լայն գործիքների միջոցով այդ սահմանությունը անկախ դրա տեքստից կլինի ավելի վատը, ավելի ոչ լեգիտիմ։ Հետևաբար մեզ անհրաժեշտ է, որպեսզի այս ջանքը, որը ցեք մի կողմից դուք ասում եք, որ կամ շատերը ասում են, որ շատ երկար տևեց, այո, որովհետև մեր այս 30 տարվա պրակտիկայում մի դեպք է եղել, որ երկար է տևել, բուն սահմանության ընդունումը, ասենք, բայց ինչից վերցրեցիք, որ պետքա կարճ տևի, ինչու եք կարծում, որ պետքա մի խումբ վերցնի, արագ գրի ու բերի հրամցնի դա, ինչու չպետքա երկար տևի, սա կարևորագույն խնդիրներ լուծող եւ կարևորագույն լուծումների մեխանիզմներ տվող փաստաթուղթն է, հա, ով ասեց, որ այն պետք է տենց կարճ ժամանակում մշակվի, եւ կամ ով ասեց, որ հենց այսօրվա իշխանության լինելու պարագայում պետք է մշակվի ու ընդունվի, ով ասեց, կամ պետություններ, որոնց սահմանադրական փոփոխությունները նախատեսված են երկու իշխանության, երկու գումարման, այսպես ասած, իշխանության կողմից ընդունման արդյունքում միայն։ Իսկ ես չեմ տեսնում բացասական բան, որ ինչ որ մի հարց քննարկվում է երկար։ Եթե ոչ արդյունավետ է, հա, ունենք այդպիսի դրսևորում, բայց երկարությունը խնդիր չի, կարևոր է լինի բովանդակային, որակյալ եւ արդյունավետ քննարկում եւ հնարավորինս լայն իրազեկում ու լայն հանրային քննարկում։ Իսկ երբ եք պատկերացնում, պարոն Եգորյան, սահմանադրական հանրաքվեն այն պարագայում, երբ որ ըստ Տիկին Գալյանի պետք է 2026 թվականին արդեն նախագիծը պատրաստ լինի, հանրային քննարկումներ են տեղի ունենալու, իսկ մարտ ամիսը 2026 թվականին դա խորհրդարանական ընտրություններից առաջ է։ Հիշենք նաև այն հայտարարությունը վարչապետի, որ նախկին հայտարարությունը, որ պետք է նախագիծը ներկայացվի 2026 թվականի ավարտը։ Դա կլինի հաջորդ իշխանության ըստ երևույթին, հա, ընթացքում կլինի դա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը, թե մեկ այլ իշխանություն, թե այնուամենայնիվ երբ եք պատկերացնում ամեն դեպքում։ Ընդհանրապես ես այսպիսի հարցերում շատ սխալ եմ համարում այդպես ժամանակագրական վերջնաժամկետների սահմանումը եւ դրանցով չափումը գործընթացի որևէ չափում։ Սա անլուրջ է
Այո, դա միգուցե քաղաքական նպատակահարմարություն, բայց դա ես լուրջ չեմ համարում։ Եվ այդպես դեդլայներով քաղաքական նպատակահարմարություն կամ բայց հենց այդ եմ ասում, պետքա ուրեմն կոտրվի դա, եւ երբ որ դեդլայներով ենք չափում, ասենք, հա իմը նախարարը կարա ցանկացած բան վաղն էլ կարելի է բերել։ Այ հարցն այն է, թե այդ գործընթացը որտեվ վերջնաժամկետ հայտարարելով եւ վերջնաժամկետին ինչ որ մի թուղթ բերելը ոչինչի մասին է խոսում։ Այն ոչինչ չի ապացուցում։ Ոչինչ, հա, նույնիսկ լավ աշխատանք չի ապացուցում նախարարի կամ նախարարության կամ խորհրդի կամ չգիտեմ ինչի։ Ոչինչ չի, դատարկ ձայն է։ Այ եթե մենք աշխատանքի ընթացքը կարող ենք կազմակերպել այնպես, որ համապատասխան հետաքրքրված խմբերը ինչպես նաև չհետաքրքրվածներին հետաքրքրելով հասկանան գործընթացը ինչ փուլում է, ինչ բովանդակությամբ է ընթանում, ինչ արագությամբ է ընթանում, ինչի մասին է այս պահին, օրինակ այս 1 ամսվա ընթացքում քննարկումները, հա, ենթադրենք կարող 1 ամիս քննարկում են կամ 3 ամիս դատական իշխանության հետ կապված հարցերը եւ այստեղ դուք կանչում եք տարբեր մասնագետների խորհրդից, չխորհրդից եւ այլն քաղաքական ուժերի եւ քննարկում է իրականացվում։ Հեսա ավելի լուրջ արդյունք է, քան ասել 3 ամսից ինչ որ մի հատ թուղթ կտանք ու ինչ որ մի հատ թուղթ տան, բայց տենց էլ ոչ մեկ չհասկանա թղթում գրածն ինչ է եւ ինչի մասին է։ Այ դրա համար ես կնախընտրեմ բովանդակային իրազեկվածությունը եւ թափանցիկությունը, սա կարևոր լեգիտիմության բաղադրիչներից է։ Այս պայն այս մասով մենք ունենք բաց։ Հետևաբար այս բացը չի լրացնելու հանրաքվեի որևէ արդյունք։ Այս լուրջ բաց է, որը այդ սահմանադրության ժողովրդավարական լեգիտիմության միջոցով է արտահայտվելու, այսինքն ինչքան մարդ այն կհամարի իրենը, որովհետև այս գործընթացում են համարում իրենցը։ Ամեն դեպքում Տիկին Ղազարյան, պարոն Եգորյանը մասնագիտորեն է դա ներկայացնում, բայց մեր քաղաքական հանրության մոտ կա քննարկում, որ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ավարտը, դա նշանակում է, որ ինքը ցանկանում է նոր սահմանադրությունը ընդունել խորհրդարանական ընտրություններից հետո։ Ինչու խորհրդարանական ընտրություններից հետո նման քննարկումներ կան, դուք ծանոթ եք ոչ թե խորհրդարանական ընտրություններից առաջ։ Իսկ հիմա եթե Տիկին Գալյանը հայտարարել է, որ պետք է պատրաստ լինի 10 ամիս հետո, այսինքն 2026-ի մարտ ամսին, որը խորհրդարանական ընտրություններից առաջ է, որոշակի ամեն դեպքում մշակման շուրջ դեդլայններ կան ամեն դեպքում։ Հնարավոր է, որ այնպես կազմակերպվի, որ խորհրդարանական ընտրությունների հետ միասին նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի ունենա։ Թե այնուամենայնիվ պատկերացնում եք շատ ավելի ուշ ընտրություններից հետո։ Տեսեք, մենք այս առումով լիովին համաձայն եմ պարոն Եգորյանի հետ, որ ավելի շատ մենք պետք է, քան որ շեշտը դրված է հենց լեգիտիմության վրա, ուշադրությունը հենց բովանդակության եւ քննարկումների եւ ամեն ինչի արդյունքում, եւ ես արդեն իմ խոսքում նշեցի, որ մենք ժամանակային տիրույթ ունենք, որ կարողանանք բավականին բազմաշերտ քննարկումներ իրականացնենք սահմանադրության վերաբերյալ։ Տիկին Գալյանը բնականաբար կարծում եմ պլանավորման, աշխատանքի պլանավորման գործընթացի արդյունք է ասել, որ մինչև 2026 թվականը ինչքան է լինի քաղաքական նպատակահարմարության հարց, հայեցակարգի վերաբերյալ ես էլի նշեցի ոչ թե տեքստի, այլ հայեցակարգի վերաբերյալ է ասել, որ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, նաև նշել է, որ տեքստը եւս մշակման փուլում է եւ եթե հասցնեն տեքստը մինչև 2026 թվականի տարեվերջ կներկայացնեն, բայց ինչպես դուք էլ գիտեք, արդեն ընտրությունները 2026 թվականի կարծում եմ հունիս հաշվարկներով հունիս ամսին է լինելու, այնպես որ այս առումով կոնկրետ ժամկետ օր նշված չէ, թե տեքստը երբ կլինի, թե հայեցակարգը ժամկետներ նշվում է ընդհանուր առմամբ, բայց որևէ օր պատկերացնում եք արդեն ընտրություններից հետո։ Կարծում եմ այո, բայց կհասկանանք արդեն գործընթացի ընթացքից ինչպես կդասավորվի, բայց երևի թե հիմա կոնկրետ էլի ասում եմ ես ինքս էլ օր չեմ կարող նշել։ Որտեվ կարծիքներ կային, որ իշխանությունը միգուցե կվերընտրվի, միգուցե կոալիցիոն կլինի կամ միգուցե կհեռանա, բայց այնուամենայնիվ այդպիսով այդ քննարկումների բավականին ծանր բեռը իշխանությունը կթոթափի իրանից։
Գոնե մինչև ընտրությունները։ Չէ, չեմ կարծում, որ մեր իշխանությունը կոնկրետ խնդիր ունի որևէ բեռից վախենալու կամ որևէ բեռի ռուսերից թութափելու հարցում, եթե գործընթացը հենց ինքն է նախաձեռնել, այնպես որ այս առումով կարող ենք վստահ լինել, որ մենք այն իշխանություն ենք, որ նման բարդություններից չենք վախենա երբևէ, բայց ամեն դեպքում պետք է չշտապել այս գործընթացում, ինչպես պարոն Եգորյանն էլ ասաց, եթե ուզում ենք իրապես բովանդակային, նորմալ հասարակության համար, լայն շերտերի համար ընդունելի սահմանադրություն ունենալ։ Պարոն Եգորյան, եթե ավելացնելու ունեք եւ ամփոփենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն մեր քննարկմանը մասնակցելու համար։ Հիշեցնեմ, որ Ամեկ+-ի եթերում հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ քննարկում էր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ եւ մեր բանախոսներն էին Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխազ Ղազարյանը եւ փաստաբան սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Տիգրան Եգորյանը։ Հիշեցնեմ նաեւ, որ քննարկումը կազմակերպվել էր Արդարացի դատաիրավական բարեփոխումներ ծրագրի շրջանակներում, որը իրականացում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ստեղծված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը։